Հիմա կասեք, էսով այս փնթին Ֆրանսիայի դարպասը խփած գոլին։ Այս գնդակով Ֆրանսիային գոլ խփեցի։ Իհարկե, որովհետև օրինակ Մարոկոյում շատ են դժգոհությունները, ընձուղտ քշեր, կտայ գլուխը կջարդեի։ Բայց եթե հիշենք, թե այնինչ վստահությամբ էր գալիս Մադրիդ, կարելի իսպանացի քահանան հասարակական ապաշխարություն է առաջարկում Վինիսիուսի համար։ Մի ուրիշ տիպի հայկական հերոսությամբ աչքի ընկել Ռաֆինյան, որը Նոայի Հելդերը մտներ Արմանենց տուն ու ասեր. Վաղոն փորձում է գրավել Վարդուհու սիրտը, Յամալը YouTube-ը, մենք էլ հիմա ձեր ուշադրությունն ենք գրավում, որպեսզի նստեք ու վայելեք այս անգամվա վիդեոն իր թաշախուստով, ողջույն բոլորին։ Ռոնալդուն ու Հոլանդը հերիք չէին, հիմա էլ Յամալն է YouTube ալիք բացել։ Մրցակցությունը խեղդում է գլոբ, մասսայական գրոհը։ Յամալը հոմ տուր էր անում։ Հիմա կասեք, էսով այս փնթին միշտ ապեք, տղեն տեղափոխվում է նոր տուն, տունը որն է, ասաբնյակ, վերջապես առավելի Պիկեի ու Շակիրայի սիրո բույնը, ուղղակի հենց այդ տան խոհանոցում Շակիրան բացահայտեց Պիկեի դավաճանությունը, շատ պիսիմիստ ես էլի, Յամալը գնալուց առաջ ցույց էր տալիս, թե ինչ է կարողացել հետ գցել չև 18 տարեկանը, ու հետն էլ մի քանի ուշագրավ միտք արտահայտեց, կոկոա, 2 եվրո էլ չարժի, ուզում ասի, թե տենց էժան բաներ էլ ունի էլի, ուզում ասի առողջ ապրելակերպ ավարում, անցնենք ավելի առարկայական բաների, օրինակ Ֆրանսիայի դարպասը խփած գոլին, այս գնդակով Ֆրանսիային գոլ խփեցի, ուզում ես, ակնհայտ կայֆավատ է լինում իրեն նայող 7 միլիոն մարդու վրա, ես ուզում եմ, ուզում է այս մարդը, ընձուղտը, տականք, ավելի լուրջ թեմաներ ա ուզվում։ Վայ սադախլոյ տոպրակ, 2000-ականներին Ռուսաստան գնացող ծյոտերը սրանով էին շոր բերում, որ ծախեն։ Հիմա պարզ է, թե ինչի շալվարները ռին չեն մնում։ Այս վիդեոն պարզվեց, թե ինչու Յամալը չի կարողանում ընկերուհի պահել։ Գիշերվա կեսին արթնանում եմ, նայում ժամին ու ասում. դզեց, էլի կարամ քնեմ։ Չէ, դու քաղցր ես ուտում։ Ճիշտ է։ Ահա թե ինչի չեմ կարող ընկերուհի ունենալ։ Էլմի, պարզա որ Նիկոլից հետո էլ չի կանգնիր, դա լավ տեղ չի տանի։ Համաձայն եմ, ավելի լավ է շարունակենք լուրերով, որոնք գալիս են Աֆրիկայից, այնտեղ անցկացվում է Աֆրիկայի ազգերի գավաթը։ Այն զերծ չի մնում հետաքրքիր դրվագներից։ Այ օրինակ Զիդանը Մարոկոյում հետևում էր Ալժիրի հավաքականին, որի դարպասը պաշտպանում է որդին, այն նույնը, որը պաշտպանում էր Ռեալի երկրորդ թիմի դարպասը։ Մեկը լինի քեզ ծաղրի, նայ ոնց է երջանկացնում հորը։ Առանձնացավ իհարկե Այուբ Էլ-Կաաբիի գոլը, որը այս պահին արդեն կարող է դառնալ տարվա լավագույնը։ Պատսոն Դական նույնպես գոլի հեղինակ դարձավ, բայց այն քչերն են հիշում, որովհետև դրա տոնումը, celebration-ը շատ ավելի հիշարժան ու զավեշտալի ու ցավոտ էր։ Դե 92-ին գոլ արեց ու Զամբիան հաղթեց։ Լսի դու որ վզիդ վրա ընկնես ինչ կլինի, չնայած ոնց էլ ընկնես վիզա չտալու։ Հուսանք այս մրցաշարում իրադարձությունները գնալով ավելի կթեժանան, լավ իմաստով իհարկե, որովհետև օրինակ Մարոկոյում շատ են դժգոհությունները, մրցաշարի համար կառուցված նոր մարզադաշտերի մասով մարդիկ ասում են, որ դրա փոխարեն կարելի էր կառուցել օրինակ հիվանդանոցներ եւ այլ հասանելի կառույցներ մարդկանց համար, որոնք դրանց կարիքն ունեն։ Աֆրիկայում կյանքի մակարդակը շատ ցածր է, պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալներով այնտեղ տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում տարբեր հիվանդություններից ու պատերազմներից ցավոք։ Ու այդ այն դեպքում, որ Աֆրիկա աշխարհմասը աշխարհի ամենահարուստ վայրերից է բնական հանածոներով։ Մի քիչ աբսուրդ բան եմ ասում, բայց եկեք հուսանք, որ արդարությունը կվերականգնվի, ավելի ճիշտ կհաստատվի, որովհետև այն
չի եղել։ Իսկ մինչ այդ առաջարկում եմ տեղափոխվենք Հյուսիսային Ամերիկա, Կանադա, որտեղի ամենահեղինակավոր պարբերականներից Le Journal de Quebec-ը կազմել է 21-րդ դարի լավագույն մարզիկների 25-նյակը։ Այն գլխավորում է Լեոնել Մեսին, ինչը շատերիդ համար բնականորեն անարդար է։ Զուտ հետաքրքրության համար ասեմ, որ այս ցուցակում Ռոնալդոն ընդամենը 10-րդն է, բայց ավելի հետաքրքիր է, որ Լեոնել Մեսին ամենայն հավանականությամբ կլինի նաև ոսկե գնդակի հավակնորդների ցուցակում։ Դե MLS-ն է հաղթել։ Յո, իրոք։ Ու եթե Նիդայ Բոկ Արգենտինան հասնի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, համոզված եմ, որ նա հնգյակում կլինի։ Ու դա կլինի ֆուտբոլի վերջը։ Բայց մենք չենք հուսահատվում, շարժվում ենք առաջ, որտեղ առաջիկա խաղերն են, իսկ դրանից հետո կլինի հերոսների եւ հակահերոսների ծաղկաբոյլ ձեզ համար։ Մինչև այդ մի հատ վիդեո ցույց տամ էլի, թե ոնց է Բելինգեմը ուխտ քշում։ Ցույց տուր։ Yalla. Good luck. Okay, bye. Yalla. Հա ինչ, ընձուղտ քշեր, կտայ գլուխը կջարդեի։ Դեկտեմբերի 27-ին Անգլիայում գազան խաղ կա Aston Villa, Chelsea, լոնդոնյան փոքր դերբի մեծ ակնկալիքներով։ Ինչպես նաև Arsenal, Brighton ու Manchester United, Newcastle։ Դեկտեմբերի 28-ին Իտալիայում Ատալանտան կընդունի Ինտերին։ Առաջին հայացքից հերոսությամբ աչքի ընկավ բրազիլացի Էնդրիկը, որը 1.5 տարի Ալկատրասում նստելուց հետո ամունիցիայով ազատվեց։ Զամեն նստելուց հետո։ Արադեն նստելը մնում է նստել էլի։ Մինչև մրցաշրջանի ավարտը նա կխաղա, ավելի ճիշտ կլինի Մարսելի Օլիմպիկում ու հույս ունի, որ մի քիչ ավելի շատ խաղաժամանակ կստանա։ Բայց եթե հիշենք, թե այն ինչ վստահությամբ էր գալիս Մադրիդ, կարելի էր ենթադրել, որ պատրաստվում է Ռաուլին փոխարինել, բայց արժի մի քիչ համեստ լինել էլի, դա գեղեցկացնում է։ Նա այնքան էր զզվել Ռեալից, որ պատրաստ էր տրուսիկն անգամ տալ։ Վինիսիուսը արդեն 17 խաղ է գոլ չի խփում ու բոլորից նեղանում։ Կարևորը դեռ լաց չի եղել։ Հա, բայց գնալով ամեն ինչ ավելի է լրջանում։ Վինին օգնելու համար խառնվել է անգամ եկեղեցի։ Իսպանացի քահանան հասարակական ապաշխարություն է առաջարկում Վինիսիուսի համար։ Նախ այդ ինչքան պարապա կաթոլիկ եկեղեցին, որ սկսել է ֆուտբոլիստներով զբաղվել։ Մի հատ առաքելականին նայեք։ Սուրբ Անտոն եկեղեցու քահանա հայր Անխելը ասել է, թե որ դեպքում Վինիի խնդիրները կլուծվեն։ Մի օր արի եկեղեցին խաճաշելու, դրանից հետո չարը մեջիցդ անհետ կկորի։ Հուսանք Վինին ականջալուր կլինի եւ կգնա այդ քայլին, որպեսզի լուծի խնդիրները, իսկ մինչ այդ նրան սպասվում է արաբական միլիարդները։ Բրազիլացու թիմակիցը Կարվախալը վնասվածքի պատճառով արդեն բավական երկար ժամանակ չի խաղում եւ վերջերս կարծես թե հող է նախապատրաստվում նույն Արաբիա գնալու համար։ Իհարկե, դեռ ոչ մի պաշտոնական բան չկա, բայց նայելով նրա տարիքը եւ հնարավորությունները, շատ մեծ հավանականություն կա, որ վերջերս պարզ դարձավ, որ Տիագո Սիլվան տեղափոխվում է պորտուգալական Պորտու եւ երկրորդ երիտասարդությանը ցանկանում է երրորդն ավելացնել ու մտնել Կարլո Անչելոտիի աչքը։ Явնի ուզում աշխարհի առաջնությանը մասնակցի։ Բրավո։ Բայց սա վերջը չի։ Հիմա էլ խոսակցություններ կան, որ իտալական Միլանը ցանկանում է հրավիրել Սերխիո Ռամոսին։ Մի հատ պատկերացրեք, Մոդրիչին է միանում նրա վաղեմի բարեկամը։ Կարծում եմ Իտալիայում նա շատ լավ կխաղա։ Հիմա Իտալիայում ես ու դու էլ կխաղանք։ Նապոլին դարձավ Իտալիայի սուպեր գավաթակիր։ Առաջին հայացքից կարելի ասել, այս տիտղոսը այնքան էլ արժեքավոր պետք չլինի, ոնց որ թե, բայց ոչ նեապոլցիների համար։
իհարկե հալալա Կոնտեին եւ իր տղաներին, նրանք արժանի են անգամ սիգար ծխելու, բայց դուք պատկերացնում եք հանկարծ ու հանկարծ Նապոլին հաղթի Չեմպիոնների լիգան։ Նեապոլը ուղակի կտրակի բարի բուն իմաստով։ Մի ուրիշ տիպի հայկական հերոսությամբ աչքի ընկել Ռաֆինյան, որը Սուրբ Ծննդյան տոները անցկացնում էր հայրենիքում ու օգնում կարիքավոր հայրենակիցներին, ուղղակի բոլորի աչքի առաջ։ Մի քիչ են չի էլի։ Լավ դե տղուն բան մի ասա, տեղից էլ նեղված է։ Արա հա, այս տղուն լրիվ դրել են չոլի ֆուտբոլիստի տեղ։ Անհատական մրցանակներ չեն տալիս։ Արա, բայց լավագույն 11-ի մեջ էլ չընդգրկեն, լրիվ աբսուրդ է։ Ռավջան չմտածես, դու մեր մոտ հերոս ես։ Տարածեք, թող տեսնի տղան։ Մոհամեդ Սալահը հայրենի աշխարհամասում իրեն ազատագրված է զգում, գոլեր խփում, հաղթանակ պարգևում իր հավաքականին ու պարում հանդերձանում, կարծես ասելով. «Ես այստեղ եմ, ուզամենա չեմ»։ Էրլինգ Հոլանդը շարունակում է գոլեր խփել ու զուգահեռ զարգացնել իր YouTube ալիքը։ Սուրբ Ծննդյան տոներին նա կերպարանափոխվել էր։ Նրա հերոսությունը Մանչեսթերի բնակիչներին հաճելի պահեր պարգևելու մեջ էր։ Նա մի քանի տուն է մտել, ռեակցիաները ուղղակի կտրտում են։ So let's go. Ձեզ չգիտեմ, բայց ինձ շատ հուզեց այս վիդեոն։ Այդ նույնն է, որ օրինակ Նոայի Հելդերը մտներ Արմանենց տուն ու ասեր. Բալիկ ջան, մի հատ արտասանիր, որ նվերդ ստանաս։ Սա Նոային լավ միտք, իսկ Հոլանդին այդքան պոզիտիվ լինելու համար ուղղակի մեծ ռեսպեկտ։ What do you say to Santa, guys? Thank you guys. Thank you guys. Բայց եթե ու հանկարծ այդ փորին դրած բարձը իրականություն դարձավ, անձամբ եմ ստուգելու, թե ով ինչ քաշով է վերադառնում տոներից։ Պեպը ասել է, որ տոներին ով ինչ ուզում է, ինչքան ուզում է կարա ուտի, բայց վայն եկել տարելա, ով մի 100 գրամ անգամ ավել քաշով է հետ եկել։ Հոլանդն էլ հստակ ուղերձ է աղել, որ չարազ ու խմորեղեն ընդհանրապես չի օգտագործել։